Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Բարեկամներ, շարունակվում է այն շարքը, որը նվիրված է Երկիր մեդիա հեռուստաընկերության 10-ամյակին։ Եվ այսօր իմ հյուրն է Երկիր մեդիա հեռուստաընկերության ակունքներում կանգնած Սուզան Սարգսյանը, ով նաև հայուհի հաղորդաշարի հեղինակն է։ Ողջույն, Սուզան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես էլ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել թե իմ բոլոր գործընկերներին եւ իհարկե մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր հիմնադրման առաջին իսկ օրվանից մեզ հետ են մինչ օրս։ Երկիր մեդիա հեռուստաընկերությունը ինչպես եղել է ազգային արժեքներին հավատարիմ, այդպես էլ շարունակվում է մինչ օրս։ Այո, ես էլ շնորհակալ եմ, ես էլ շատ ուրախ եմ, որ մեր հաղորդումը հենց Երկիր մեդիա հեռուստաընկերությամբ է հեռարձակվում։ Ինչ պիտի պատրաստենք, Սուզան։ Գիտեք, ես երկար մտածում էի, որովհետև պայմանը այդպես էլ դրված էր, որևէ ազգային կերակրատեսակ պիտի ներկայացնեինք եւ բոլորովին վերջերս ես փորձեցի քյալագյոշ կոչվող կերակրատեսակը, երևի թե դուք ինձանից լավ կիմանաք ստուգաբանությունը այս կերակրատեսակի, բայց հայերեն տարբերակով այն կոչվում է չորթան ճաշ։ Չորթան ճաշ, այո։ Բաղադրությունը փաստորեն խաշված հորթի միս։ Խաշված հորթի միս, նախորոք թրջված կամ կիսայեպ վիճակում ոսպ, հիմքը իհարկե չորաթանն է, եթե չունեք կարող եք քամած մածուն օգտագործել, նաև մեզ անհրաժեշտ կլինի ալյուր, հավկիթի դեղնուց եւ իհարկե շատ քանակությամբ ծոթրին։ Այո։ Եվ այստեղ նշեմ, որ եթե չորաթան չունենք, ապա հենց մածուն, ալյուր եւ ձվի դեղնուց, այսինքն նրա հումքն է չորաթանի։ Լավ։ Մեզ սկզբի համար անհրաժեշտ է իհարկե քամած մածունը թուլացնել, ստանալ թան, այնուհետև սոխարած կպատրաստենք, կավելացնենք հորթի միսը եւ վերջում ամեն ինչ կխառնենք իրար։ Վերջում չենք մոռանա մեծ քանակությամբ սեր, որովհետեւ ամենակարևոր համեմունքն է։ Համաձայն։ Ես բացեմ, աշխատեմ բացել։ Պետք է եռացրած գորգ ջուր օգտագործել, որպեսզի մածունը չկտրվի։ Մածունը հիմա քամած, ինչ բացելը Ձվի դեղնուց ենք ավելացնում, նաև մի ճաշի գտալ ալյուր կարելի է ավելացնել, որպեսզի չկտրվի։ Եվ չորաթանը, եթե չեմ սխալվում, սետրակ չպետք է եռացնել, չէ՞, թանը հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել, որպեսզի չկտրվի։ Չկտրվի, արդեն կդառնա։ Ես դա տարեցներից եմ սովորել։ Այսպես խառնենք։ Լավ։ Մի քիչ ալյուր դնենք։ Սովորաբար թանապուրներ են, չէ՞, այսպես պատրաստում։ Սպաս որ ասում եմ։ Այո։ Ես ընթացքում ինչով կարող եմ ձեզ օգնել։ Չգիտեմ։ Գուցե սոխառած, սոխը կտրատեմ։ այո։ Միաժամանակ աշխատեմ ձեզ հետ։ Հուսով եմ սոխը գծու չի լինի շատ։ Չէ։ Կարծում եմ այսքանը բավական է։ Եվ օգտագործելու ենք կարագ։ Չէ, ես կնախընտրեմ բուսայուղ։ Թեև այս կերակրատեսակը պահանջում է առատ սոխառած, առատ սոխ, որպեսզի համեղ լինի։ Նույնիսկ մեծ կտորներով, չէ՞։ Երկար, այդպես խոշոր։ Միսը հավասարաչափ դարձնենք, որ Սա էլ այսպես։ Ես հիմա կլցնեմ դա։ Դա դու կարող ես, չէ՞։ Սոխը մի քիչ տապակվելուց հետո, եթե խորհրդաս հաշվի կառնես, կարծում եմ միսը մի քիչ սոխի հետ, չէ՞։ Սոխի հետ միսը, այո, եւ անպայման ծիտրոնը։ Այո։ Վերջում ծիտրոն։ Շոգեխաշենք սոխերի։ Թեթևակի տապակենք։ Ես գիտեմ, որ ժամանակը շատ զբաղվածությունը թույլ չի տալիս, բայց ամեն դեպքում պատրաստել տունը Ես սիրում եմ, ես խոհանոց սիրում եմ, ճիշտ է, այսօր բոլորս ենք զբաղված, նրանք ովքեր
աշխատում են, ունեն ընտանիք, ունեն պատասխանատվություններ, այլ Այո։ ժամանակը քիչ է, բայց եւ այնպես ես խոհանոց սիրում եմ։ Հիմա մեզ հարկավոր է տեղափոխել մեր պատրաստի զանգվածը, եթե կա հարմարանք, ահա Բայց շնորհակալություն։ մենք կարող ենք հենց ափսեի մեջ տեղավորել, դա մատուցելու ենք առանձին։ Մատուցելու ենք առանձին, այո։ Լավ։ Վտանգավոր գործերը դուք եք անում։ Հա, ես ասեմ, որ այս տարբերակով Բռնիչ չեք օգտագործում, սեթրը։ ձերքերը Ձեր ձեռքերը կոփվել են այս գործում։ Իմը դեռ ոչ։ Եվ միս այսպես մատուցելու ենք առանձին։ Միսը մատուցելու ենք առանձին, ով որքան կցանկանա, այնքան կավելացնի, իսկ ոսպը մենք թանի մեջ կեփենք։ Սուզան ջան, ես հիմա հենց այս պահին ասեմ, որ ինձ համար նորույթ էր եւ շատ հաճելի նորույթ եւ ավելին ասեմ, սա օգտագործելու եմ անպայման ես մատուցման ձևը Եվ գեղեցիկ է եւ գեղեցիկ է մատուցելիս։ եւ շատ ընդունված, որտեղ ամեն մարդ չի որ մսով Միս կցանկանա, իհարկե։ Հիմա ժամանակն է անցնելու թանին, անցնելու հիմնական մթերքին, որի հիմնական անունը մթերքին։ Դարձյալ պիտի տաքացնենք, հասցնենք եռման աստիճանի։ Սեթրակ ինձ թվում է եւս մի քիչ ջուր է պետք ավելացնել։ Թանձր է, վախենամ կտրվի։ եւ լավ էլ չերպի, չէ՞։ Այո։ Բարեկամներ, ուզում եմ նշել, որ այսօր մի լավ հայուհու ծննդյան օր է։ Արիոյրուսատորներ, այսօր հենց մեր Սուզանի ծննդյան օրն է եւ ուզում եմ Շնորհակալություն, դուք ինչպես եք իմացել։ շնորհավորում եմ եւ թող որ միշտ ժպիտը լինի քո դեմքին եւ միշտ մտահոգությունը որ անշուշտ պիտի լինի, դա արտահայտվի խորհրդի ձևով, դա արտահայտվի դրան լուծելիք ճանապարհների ցույց տալու ուղով եւ ընդհանրապես լինես երջանիկ։ Շատ շնորհակալ եմ։ Ինձ համար անակնկալ էր հաճելի։ Ինչ վերաբերում է ժպտալուն, ես լիովին համաձայն եմ ձեզ հետ։ Ես ուզում եմ, որ կանայք շատ ժպտան, հատկապես հայուհիները շատ ժպտան, թող քիչ լինեն հոգսերը, առօրյա չարչարանքները։ Կինը իր հետ պիտի թարմություն բերի, իսկ թարմությունն առաջին հերթին ժպիտն է ապահովում։ Այո, թարմության արտահայտությունը հենց ժպիտն է։ Շնորհակալություն։ Շնորհավոր։ Մենք կարող ենք արդեն ոսպը ավելացնել։ Այո։ Ոսպը լավ կլինի, որ նախորոք Գոնե կիսաեփ վիճակում օգտագործենք, որովհետև թանի մեջ թթվային միջավայրում ցանկացած մթերք դժվար է եփվում, ուշ է եփվում։ Բարեկամներ, ես դրա մասին չեմ ասել Սուզանին, այնպես որ չմտածեք, թե մենք նախորդ պատրաստ ենք։ Այո, շատ ճիշտ ընտրված տերմինոլոգիա եւ շատ ճիշտ ընտրված տեխնոլոգիա, այնպես որ ամեն ինչ շատ բնական է։ Ձեր գովասանքը ես շատ բարձր եմ գնահատում։ Սպասենք մի 2-3 րոպե եւ կարծում եմ արդեն պատրաստ կլինի, քանի որ ոնց հասկացա, պիտի հենց եռած արդեն պատրաստ։ Այո, եռալուն մոտ պիտի վերցնենք կրակից, մենք աղն ենք մոռացել ախր լցնել։ Մոռացել եք լցնենք, ինչի՞ մասնագետ։ Դուք լցրեք, Սեթրակ ջան, ձեր ձեռքը երևի ավելի վարժ կլինի։ Մի փոքր էլ ցիտրոն իմ կողմից։ Դեմ չեք։ Ոչ, ոչ։ Ոնց կարող եմ դեմ լինել, եթե ասում եմ այս տեխնոլոգիան, այս պատրաստման եղանակը ես առաջական եմ տեսնում եւ շատ ուրախ եմ դրա համար։ Շորթանը գրեթե պատրաստ է։ Մեզ մնում է մանրացնել սխտորը։ Սխտորը մենք չենք եփում, որպեսզի արժեքավոր հատկանիշները չկորչեն, համը բուրմունքը չկորի։ Ուղղակի կմանրացնենք։ Այսպես։ Էլի մի փոքր թե բավական է։ Կարծում եմ բավական է արդեն։ Ես էլ աշխատեմ լավաշը մանրացնել։ Այո, չորթանը արդեն պատրաստ է, ես ուզում եմ դարձյալ շեշտել, որ այն չպիտի եռա։ Հենց զգում եք, որ տակից ուզում է բարձրանալ, արդեն պետք է վերցնել կրակի վրայից եւ մատուցել։ Բուրմունքը լավն է։ Հիմա շտապում եմ, որ մենք փակումն անենք հաղորդման, որ կարողանանք
եւ ճաշակել եւ հատուկ շնորհակալություն հայտնել Սուզանին, որովհետեւ մեզ համար սա նորություն էր։ Միգուցե դա մեր բաստողումն է, բայց թող լինի այդպես։ Քանի որ մենք կավե սպասքով ենք մատուցում, Սեդրակ, եթե դեմ չեք, փոխենք, հա, մսի ափսը։ Ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Ես սիրում եմ, որ նաեւ ձևավորումը սեղանի համապատասխանում է ամեն ինչ իրար։ Շատ ուրախ եմ։ Եվ ով այսպիսի սեղանից հաճույք չի ստանա։ Շատ շնորհակալ եմ, Սուզան ջան, եթե դու ունես որոշ հղումներ կամ թե աշխատակիցներին, թե ընդհանրապես մեր հեռուստադիտողներին կարող ես օգնել այդ։ Ես էլ շնորհակալ եմ այսօր ինձ հյուրընկալելու համար, մեր հեռուստադիտողներին եւս ուզում եմ շնորհավորել տասնամյակի կապակցությամբ ձեր հաղորդմանը։ Եվս բարի խոսքեր եմ ուզում ուղղել, երկար ճանապարհ մաղթել, լավ գործ եք անում, օգտակար եւ պիտանի գործ եք անում ներկայացնելով մեր ազգային խոհանոցը, ես էլ առիթի դեպքում միշտ հետևում եմ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սուզանին եւ ցանկանանք, որ այդպես խանդավառված, այդպիսի նվիրումով հենց շարունակի իր ազգօգուտ աշխատանքը։ Շնորհակալություն Սուզան։ Շնորհակալություն։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը եւ ուզում ենք, որ մենք մեր աշխատանքի արդյունքում լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, հպարտ լինենք հայ լինելու համար, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Հաջողություն։ Քյալագյոշ, հորթի խաշած միս 200 գրամ, սոխ 120 գրամ, ձեթ 30 գրամ, ոսպ 100 գրամ, չրաթան 200 գրամ, ձվի դեղնուց 1 հատ, ալյուր, ցիտրոն, աղ, սխտոր, բարեախորժակ։